Նույն Ադամը, երբ որ մեղք գործեց, Աստված չասեց մեղք ես գործել չեմ գալիս, հակառակը իջավ, որպեսզի վերականգնի։ Նույն Պետրոսը, երբ որ ուրացավ, Հիսուսը իրան գտավ ու վերականգնեց։ Աստծո վերաբերմունքը իր ժողովրդին միայն սերն է։ Ու ես ուզում եմ, որ մենք իրար հետ հիմա վերցնենք ժամանակ ընդունելու այդ սերը։ Մի բան է, երբ որ դու լսում հասկանում ես, մի բան է, երբ որ դու վերապրում ես այդ սերը։ Հովհաննես առաքյալը ասում է, եթե մեկը սիրում է աշխարհը, նրա մեջ հոր սերը չկա։ Հովհաննես առաքյալը չի ասում, եթե մեկը սիրում է աշխարհը, նա հորը չի սիրում։ Ինքը տենց չի ասում։ Հովհաննես ասում է, եթե մեկը սիրում է աշխարհը, ինքը չի ընդունել իր սրտում հոր սերը իր հանդեպ։ Լսել, վերապրել, սրանք տարբեր բաներ են։ Եկեղեցի մենք կարանք քարոզենք հոր սիրո մասին։ Մենք կարանք գեղամի հետ երգենք հոր սիրո մասին։ Բայց հիմա կա լավ հող պատրաստած, Աստծո մարդը լավ հող է պատրաստել, երբ որ մենք հիմա պիտի ընդունենք հոր սերը։ Ընդունենք, որ ինքը սիրում է մեզ առանց պայմանի սիրով։ Այդ սերը չունի պայման։ Դու չես կարող ոչինչ անես, որ այդ սերը ավելանա։ Դու չես կարող ոչինչ անես, որ այդ սերը պակասի։ Դու չես վաստակում այդ սերը։ Դա իր որոշումն է, դա իր էությունն է, դա իր բնույթն է։ Ինքն է որոշե քեզ սիրի, անկախ քո գործերից, անկախ քո վարքից։ Դու չես կարող վաստակես այդ սերը։ Դադարեք վաստակել Աստծո սերը։ Մի քիչ աղոթեմ, որ Աստված ինձ ավելի շատ սիրի, դա չի աշխատում։ Մի քիչ կարդամ, որ Աստված ինձ ավելի շատ սիրի, դա չի աշխատում։ Բա ինչ կարամ ես անեմ, ընդունես ու վայելես։ Վայելեք Աստծո սերը։ Ոնց որ ցանկացած նորմալ հայր Աստված